Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում կստեղծվի նոր միջազգային ներդրումային վեճերի լուծման խորհրդատվական կենտրոն։ Նպատակն է աջակցել երկրներին առավել արդյունավետ կառավարելու եւ լուծելու ներդրումային վեճերը։ ՄԱԿ միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի աշխատանքային նիստը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Երևանյան հանդիպմանը մասնակցում է ՄԱԿ համապատասխան հանձնաժողովի 23 անդամ պետության մոտ 60 ներկայացուցիչ։ Կենտրոնի ձևավորման համար մի քանի պետություններ հայտ են ներկայացել, որպեսզի գրասենյակ այդ կենտրոնը տեղակայվի տվյալ պետությունում, այդ երկրներից մեկն էլ Հայաստանի Հանրապետությունն է, մենք հանձնարարություն ենք ստանձնել կենտրոնը տեղակայելու Հայաստանում, իհարկե այս հարցը պետք է որոշվի այս տարվա վերջ, եկող տարվա սկիզբ, ավելի այսպես ամփոփելով բոլոր անդամ պետությունների, նաև բոլոր թեկնածու պետությունների ներկայացրած հայտերը, որը ինչպես ունի սեփական կարողությունները ներկայացնելու բաղադրիչ, այնպես էլ նաև ֆինանսական որոշակի բաղադրիչ։ Հանձնաժողովի աշխատանքային քննարկումները սովորաբար անցկացվում են Վիեննայում կամ Նյու Յորքում, բայց քանի որ Թայլանդը, Հայաստանը եւ Փարիզը հայտ են ներկայացրել կենտրոնը տեղակայելու իրենց մոտ, նման ձևաչափով առաջին արտագնահանդիպումը անցկացվել է Թայլանդում։ Հիմա ընթանում է Երևանում, մեկն էլ կանցկացվի Փարիզում։ Միավորված ազգերի կազմակերպության տեսանկյունից սա ներդրող պետություն վեճերի կարգավորման համակարգի բարեփոխման կարևորագույն տարր է։ Այն ավելի հավասարակշռված, ավելի արդար, նաև շահագրգիռ կողմերի համար ավելի ընդունելի դարձնելու նպատակով։ Հայաստանը շատ ակտիվ երկիր է եղել մեր աշխատանքային խմբի ու հանձնաժողովի քննարկումներում։ Խորհրդատվական կենտրոնի տեղակայումը Հայաստանում հնարավորություն կտա դառնալ միջազգային իրավական գործակցության կարևոր հարթակ, համախմբելով առաջատար մասնագետների, խթանելով տարածաշրջանային գործընկերությունը եւ ապահովելով տնտեսական զարգացման նոր հնարավորություններ։ Կենտրոնը աշխատելու է խորհրդատվություն տրամադրել անդամ պետություններին, այն պետություններին, ովքեր ունեն ներդրումային արբիտրաժային վեճեր կամ ովքեր ունեն ուրեմն խնդիրներ կապված ներդրումների հետ եւ կամ միտում օրինակ արբիտրաժ գնալու կամ հաշտարարությամբ վեճը ավարտելու, վեճը հանգուցալուծելու։ Կենտրոնը նաեւ վերապատրաստումներ, տրեյնինգներ է տրամադրելու պետական ծառայողներին։ ՄԱԿ հանձնաժողովի նստաշրջանները նվիրված են խորհրդատվական կենտրոնի ձևավորման ուղղված աշխատանքների ամփոփմանը։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է դեպի հավասարություն, արդյունավետություն եւ միջազգային գործակցություն, աշխարհաքաղաքական լարվածության, տնտեսական անորոշության եւ կայուն զարգացման հրատապ անհրաժեշտության ժամանակաշրջանում ներդրումային վեճերի լուծման համար արդար, ներառական եւ թափանցիկ համակարգի ստեղծումը կարևոր է։ Հայաստանը հետաքրքրություն է հայտնել խորհրդատվական կենտրոնը կամ տարածաշրջանային գրասենյակը հյուրընկալելու հարցում։ Կարծում ենք Երևանն իր զարգացող իրավական ենթակառուցվածքներով, ռազմավարական դիրքով ու միջազգային գործակցության ամուր հանձնառությամբ լավ դիրքում է, ծառայելու որպես կենտրոնի հասցե։ Իդեմս միջազգային իրավական հարցերի մշտական ներկայացուցիչ գրասենյակի Հայաստանը 6 տարի է ունի առանձնացված կառույց, որը Դրմեյանի խոսքով բավական փորձ է կուտակել ոչ միայն միջազգային դատարաններում գործերի քննության, այլ նաև արբիտրաժային վեճերի մասով։ Վերջին մեծ հաջողությունը կարող եմ ասել ներդրումային վեճերից մեկով Ռազյան եւ Բարկովսկին ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այս գործով Հայաստանի Հանրապետությունը եւ արբիտրաժային վարույթներ շահել եւ հետագայում դիմողների կողմից ձեռնարկված չեղարկման վարույթներ հաղթել եւ արդյունքում շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլարի գումար վերադարձվեց Հայաստանի Հանրապետություն։ Այս պահին ընթացիկ վարույթ ունենք, 3 ընթացիկ վարույթ, 2 միջպետական արբիտրաժային վեճ կա, 3 ուրեմն արբիտրաժային վարույթներ կան։ Նախատեսվում է ձևավորել 20 հոգանոց թիմ համալրված միջազգային իրավունքի մասնագետներով։ Միջազգային պատվիրակները Երևանից կմեկնեն Հայաստանը բացահայտող երկրի մշակույթը ներկայացնող նվեր պատկերագրքերով։ Մայա Խաչատրյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։